Ըստ խնդրի ուղղանկյուն թղթի կտորը կտրել են 3 ուղղանկյունների, որոնցից 2-ի չափերն են 5-ը 18-ի և 7-ը 12-ի։ Պետք է գտնենք, թե որքան է սկզբնական ուղղանկյան հնարավոր առավելագույն չափը։ Դրա համար եկեք այս կտորները իրար կպցնելով փորձենք պարզել, թե ինչ տեսք կարող էր ունենալ մեր սկզբնական ուղղանկյունը։ Նկատենք, որ եթե այս փոքրիկ կտորները իրար կպցնենք ինչ-որ անկյան տակ, ընդհանուր պատկերը ոչ մի կերպ չենք կարող լրացնել մինչև ամբողջական ուղղանկյուն ավելացնելով ևս մեկ ուղղանկյուն։ Փաստորեն պայմանին բավարարելու համար մեր ուղղանկյունները պետք է կպցնենք իրար ինչ-որ ամբողջական կողով։ Չենք կարող կպցնել նաև այսպես, քանի որ ամբողջական ուղղանկյուն ստանալու համար այս դեպքում պետք է ավելացնենք ևս 2 ուղղանկյուն, սակայն պայմանում ասվում էր, որ մեր ամբողջական ուղղանկյունը կազմված է ընդամենը 3 ուղղանկյուններից։ Նույն պատճառով մեր 2 ուղղանկյունները չենք կարող կպցնել իրար նաև այսպես։ Ուրեմն միակ ճիշտ տարբերակը այսպիսի էլաձև պատկեր ստանալն է, որի դեպքում ուղղանկյունները կպցնում ենք իրար մեկ ամբողջական կողով։ Հիմա հասկանանք, թե քանի տարբերակ ունենք այս 2 ուղղանկյունները նման կերպ իրար կպցնելու համար։ Եվ առաջին տարբերակը հենց այս պատկերված տարբերակն է, որի դեպքում առաջին ուղղանկյան 18 սմ-անոց կողին կպցրել ենք երկրորդ ուղղանկյան 12 սմ-անոց կողը։ Իսկ ամբողջական ուղղանկյուն ստանալու համար մնում է միայն ավելացնել այս փոքրիկ կտորը 6-ը 7-ի չափսերով ուղղանկյունը։ Եվ այդ դեպքում մեր ամբողջական ուղղանկյան չափսը կլինի 18 12-ի եւ հետեւաբար մակերեսը 216 cm²։ Անցնենք երկրորդ դեպքին, երբ առաջին ուղղանկյան 18 սմ-անոց կողին կպցնում ենք երկրորդ ուղղանկյան արդեն 7 սմ-անոց կողը։ Այստեղ էլ ամբողջական ուղղանկյուն ստանալու համար պետք է ավելացնենք այս 11-ը 12-ի չափեր ունեցող երրորդ ուղղանկյունը, եւ մեր ամբողջ ուղղանկյունը կստացվի 18-ը 17-ի չափերով 306 cm²։ Դիտարկենք հաջորդը, երրորդ դեպքը, երբ առաջի ուղղանկյան արդեն 5 սմ-անոց կողին կպցրել ենք երկրորդ ուղղանկյան 7 սմ-անոց կողը։ Այնուհետև ավելացնելով պակասող կտորը 2-ը 18-ի չափսերով ուղղանկյունը ստանում ենք ամբողջական ուղղանկյուն 7-ը 30-ի չափսերով, այսինքն 210 cm² մակերեսով։ Եվ վերջին, չորրորդ դեպքը, երբ առաջին ուղղանկյան 5 սմ-անոց կողին կպցրել ենք երկրորդ ուղղանկյան 12 սմ-անոց կողը։ Ավելացնում ենք պակասող կտորը 7-ը 18-ի չափերով ուղղանկյունը եւ ստանում ենք ամբողջական ուղղանկյան չափը 12-ը 25-ի 300 cm²։ Եվ մնում է միայն այս 4 դեպքերից ընտրել առավելագույն չափ ունեցող տարբերակը 306 cm²։